Խնդիր 416 4 պարկերում կար ընդամենը 200 ընկույզ։ Երբ առաջինից 20 ընկույզ լցրին երկրորդի մեջ, 15-ը երրորդի մեջ, 5-ը չորրորդի մեջ, ապա պարկերում ընկույզների քանակները հավասարվեցին։ Քանի ընկույզ կար յուրաքանչյուր պարկում։ Խնդրի լուծման համար առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչ է տրված և ինչ է պահանջվում։ 4 պարկերում կար 200 ընկույզ։ Առաջին պարկից երկրորդ պարկի մեջ լցրին 20 ընկույզ, այսինքն առաջին պարկից հանեցին 20 ընկույզ և այստեղ ավելացրին 20 ընկույզ երկրորդ պարկի մեջ։ Հետո առաջին պարկից հանեցին 15 ընկույզ և ավելացրին երրորդ պարկի մեջ։ Որպեսզի անընդհատ չգրենք հանել և ավելացնել բառերը, ես գրում եմ հանման նշանով և գումարման նշանով։ Հանեցին 15 ընկույզ, ավելացրեցին երրորդ պարկում 15 ընկույզ։ Հետո առաջին պարկից հանեցին 5 ընկույզ և ավելացրին չորրորդ պարկի մեջ։ Այս տեղափոխությունից հետո ընկույզների քանակները հավասարվեցին 4 պարկերում։ Այսինքն առաջին պարկում եղած ընկույզների քանակը հավասար է երկրորդ պարկում եղած ընկույզների քանակին, հավասար է երրորդ պարկում եղած ընկույզների քանակին, հավասար է չորրորդ պարկում եղած ընկույզների քանակին։ Արդյունքում 200 ընկույզի քանակը 4 պարկերում միասին չի փոխվել, որովհետև ընդամենը կատարվել է տեղափոխություն մի պարկից մյուս պարկը։ Քանի որ արդյունքում այդ 200 ընկույզը հավասարաչափ գտնվել է հավասարապես 4 պարկերում, ապա կարող ենք 200-ը բաժանել 4-ի և իմանալ, թե տեղափոխությունից հետո 4 պարկերում որքան ընկույզ կար։ 200-ը բաժանած 4-ի հավասար է 50 ընկույզ յուրաքանչյուր պարկում տեղափոխությունից հետո։ Պահանջվում է իմանալ, քանի ընկույզ կար յուրաքանչյուր պարկում, այսինքն նախքան տեղափոխությունը։ Հիմա հաշվենք, թե առաջին պարկից ընդամենը քանի ընկույզ է տեղափոխվել։ 20 գումարած 15 գումարած 5։ Հավասար է 40 ընկույզ։ Տեղափոխվել է առաջին պարկից։ Այսինքն մենք կարող ենք իմանալ, թե նախքան տեղափոխությունը առաջին պարկում որքան ընկույզ է եղել։ 50-ին գումարենք 40։
հավասար է 90 ընկույզ առաջին պարկում, նախքան տեղափոխությունը։ Նմանապես կարող ենք իմանալ, թե երկրորդ, երրորդ, չորրորդ պարկերում որքան ընկույզ է եղել նախքան տեղափոխությունը։ 50-ից կհանենք 20 և կիմանանք, թե երկրորդ պարկում որքան ընկույզ է եղել։ Հավասար է 30։ Ընկույզ երկրորդ պարկում։ Երրորդ պարկում 50-ից կհանենք 15, հավասար է 35 ընկույզ։ Մենք 50-ից հանեցինք 15, որովհետև երրորդ պարկում 15 ընկույզ ավելացնելուց հետո երրորդ պարկում դարձել էր 50 ընկույզ։ Հիմա չորրորդ պարկում 50-ից պետք է հանենք 5, որովհետև 5 ընկույզ ավելանալուց հետո չորրորդ պարկում դարձել էր 50 ընկույզ։ Ուրեմն նախքան 5 ընկույզ ավելացնելը չորրորդ պարկում կար 45 ընկույզ։ Մենք ստացանք յուրաքանչյուր պարկում քանի ընկույզ կար, և եթե գումարենք այս 4 պարկերի ընկույզները, կստանանք 200 ընկույզ։ Ուրեմն պատասխան առաջին պարկ, երկրորդ պարկ, երրորդ պարկ, չորրորդ պարկ։ Առաջին պարկում 90 ընկույզ, երկրորդ պարկում 30 ընկույզ, երրորդ պարկում 35 ընկույզ և չորրորդ պարկում 45 ընկույզ։ Խնդիր 419։ 4 ընկեր գնացին զբոսայգի։ Արամը գնեց կարուսելի 8 տոմս, Կարենը 9, Հայկը 11, իսկ Աշոտը տոմս չգնեց, քանի որ դրամ չուներ։ Այդ տոմսերից նրանք հավասարապես օգտվեցին։ Երբ տուն վերադարձան, Աշոտն իր բաժին տոմսերի համար ընկերներին տվեց 1400 դրամ։ Այդ գումարը Հայկը, Արամն ու Կարենը ինչպես պետք է բաժանեն միմյանց միջև։ Ուրեմն Արամը 8 տոմս, Կարենը 9 տոմս, Հայկը 11 տոմս, Աշոտը 1400 դրամ։
Հիմա պետք է գտնենք, թե Հայկը, Արամն ու Կարենը 1400 դրամը ինչպես պետք է բաժանեն։ Հայկ, Արամ, Կարեն, հարցական դրամ։ Պետք է գտնենք, թե 1400 դրամը ինչպես պետք է բաժանվի Հայկի, Արամի և Կարենի միջև։ Առաջին հերթին գտնենք, թե ընդամենը քանի տոմս գնեցին Արամը, Կարենը և Հայկը։ 8-ին գումարենք 9, գումարենք 11, հավասար է 28 տոմս ընդամենը։ Եվ եթե տղաները հավասարապես գնեին տոմսերը, յուրաքանչյուրը պետք է գնեին 28-ը բաժանած 4-ի, հավասար է 7 տոմս։ Այսինքն Աշոտը, եթե գներ 7 տոմս, 7 տոմսի համար պետք է վճարեր 1400 դրամ, բայց Աշոտը, քանի որ տոմս չուներ, ընկերներին տվեց 1400 դրամ, 1400-ը բաժանենք 7-ի, որպեսզի տեսնենք, թե 1 տոմսի գինը որքան է։ 200 դրամ։ Մեկ տոմս, տոմսի արժեքը։ Ուրեմն Արամը գնել է կարուսելի 8 տոմս, նշանակում է գնել է 8 հանած 7 հավասար է 1 տոմս ավելի։ Նշենք Արամը։ Կարենը գնել է 9 տոմս, այսինքն գնել է 9 հանած 7 հավասար է 2 տոմս ավելի։ Նշենք Կարենը։ Հայկը գնել է 11 տոմս, 11-ից հանած 7 հավասար է 4, Հայկը գնել է 4 տոմս ավելի։ Ինչպես տեսնում ենք, 1 գումարած 2, 3 գումարած 4 հավասար է 7, այսինքն այս 7 տոմսը Աշոտի համար է գնված։ Հիմա մեկը բազմապատկենք 200-ով, որպեսզի տեսնենք, թե Արամին որքան գումար պետք է տրվի այդ 1400 դրամից։ 200 դրամ։ Հիմա
երկուսը բազմապատկենք 200-ով, որպեսզի տեսնենք, թե Կարենին որքան գումար պետք է տրվի այդ ավել գնված 2 տոմսի համար, որ գնել է Աշոտի համար։ 400 դրամ։ Եվ 4 անգամ 200 հավասար է 800 դրամ։ Պետք է տրվի Հայկին։ Ինչպես տեսնում ենք, միասին 200, 400, 800, 800 եթե գումարենք, կստանանք 1400 դրամ։ Ուրեմն պատասխան Արամին կտրվի 200 դրամ, Կարենին կտրվի 400 դրամ, Հայկին կտրվի 800 դրամ։